Հայ հրամանատարներն իրենց դրսևորել են տարբեր դարաշրջաններում, հնությունից մինչև նոր ժամանակներ, պաշտպանելով հայրենի հողը, առաջնորդելով բանակներ եւ հաճախ փոխելով պատմության ընթացքը։ Նրանց անունները դարձան արիության, ռազմավարական մտածողության եւ իրենց ժողովրդին նվիրվածության խորհրդանիշ։ Այս համարում կխոսենք նրանցից 5-ի մասին, ում գործողությունները նշանակալի հետք են թողել համաշխարհային ու ազգային պատմության մեջ։ 5-րդ տեղ։ Համազաս Բաբաջանյան։ Համազաս Բաբաջանյան ԽՍՀՄ ականավոր զորավարներից, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ եւ խորհրդային միության հերոս։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ղեկավարել է տանկային կազմավորումները եւ մասնակցել ռազմաճակատի առանցքային գործողություններին։ Նրա ստորաբաժանումները մասնակցել են Ուկրաինայի, Լեհաստանի եւ Գերմանիայի համար մղվող մարտերին, առաջախաղանալով ռազմավարական կարևոր ուղղություններով։ Նրա հրամանատարությամբ տանկային ստորաբաժանումները հաջողությամբ ճեղքեցին հակառակորդի ամրացված պաշտպանությունը, ապահովելով հիմնական ուժերի առաջխաղացումը։ Նրա կազմավորումները հատկապես կարևոր դեր են խաղացել 1944-1945 թվականների հարձակողական գործողություններում։ Բաբաջանյանը մեծ ուշադրություն է դարձրել մանևրելուն եւ գործողության արագությանը, ինչը թույլ է տվել իր զորքերին արդյունավետ գործել նույնիսկ դժվարին պայմաններում։ Ռազմի դաշտում նրա կայացրած որոշումները նպաստեցին հանձնարարված խնդիրների հաջող ավարտին։ Իսկ նրա ներդրումը երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի գործում բարձր է գնահատվել պետության կողմից։ 4-րդ տեղ Վարդան Մամիկունյան։ Վարդան Մամիկունյանը հայոց պատմության ամենահարգված հերոսներից է, 5-րդ դարի զորավար եւ պետական գործիչ։ 451 թվականին գլխավորել է Սասանյան Պարսկաստանի դեմ հայերի ապստությունը, պաշտպանելով քրիստոնեական հավատքն ու ազգային ինքնությունը։ Նրա հրամանատարության տակ գտնվող հայկական բանակը ավարայրի ճակատամարտում բախվեց պարսկական բանակի բազմիցս գերազանցող ուժերին։ Չնայած ռազմական պարտություններին, այս ճակատամարտը դարձավ դիմադրության խորհրդանիշ։ Հետագայում հայերը ձեռք բերեցին քրիստոնեությունն ազատորեն դավանելու իրավունքը, ինչը դարձավ այս պայքարի կարևորագույն արդյունքը։ Վարդան Մամիկունյանի կերպարը դարձել է հոգևոր տոկունության եւ անձնազոհության խորհրդանիշ, եւ նրա անունը առանձնահատուկ տեղ է գրավում հայոց պատմության եւ մշակույթի մեջ։ 3-րդ տեղ Անդրանիկ Օզանյան։ Անդրանիկ Օզանյանը 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարի սկզբի հայ լեգենդար զորավար եւ ազգային հերոս է։ Ղեկավարել է հայկական կամավորական ջոկատներ, մասնակցել Օսմանյան կայսրությունում հայ բնակչության պաշտպանությանը։ Նրա ստորաբաժանումները գործել են լեռնային շրջաններում, օգտագործելով շարժական եւ պարտիզանական մարտավարությունը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Անդրանիկը ղեկավարում է ռուսական բանակի հայկական կազմավորումները եւ մասնակցում Կովկասյան ռազմաճակատի մարտերին, այդ թվում Վանի եւ Արևելյան Անատոլիայի շրջանում գործողություններին։ Նրա զորքերը հաջողությամբ դիմագրավել են հակառակորդի գերակա ուժերին, հարվածներ հասցնելով եւ ծանր պայմաններում պահելով դիրքերը։ Անդրանիկ Օզանյանը հայտնի դարձավ իր անձնական քաջությամբ եւ սահմանափակ ռեսուրսների պայմաններում կռվելու կարողությամբ, ինչը նրան դարձրեց իր ժամանակի առանցքային դեմքերից մեկը։ Նրա անունը դարձավ դիմադրության, արիության եւ ազատության համար պայքարի խորհրդանիշ եւ նրա գործունեությունը զգալի ազդեցություն ունեցավ հայ ժողովրդի պատմության վրա։ 2-րդ տեղ Տիգրան Մեծ։ Տիգրան Բմեծը Հայաստանի պատմության ամենահզոր տիրակալներից է եւ հնության ականավոր զորավար։ Մեկին դարում մթտատա ստեղծել է հսկայական տերություն, որի սահմանները տարածվում էին Կասպից մինչև Միջերկրական ծով։ Տիգրան Մեծը ղեկավարել է ակտիվ ռազմական արշավներ, ընդլայնելով պետության տարածքը եւ ուժեղացնելով նրա ազդեցությունը տարածաշրջանում։ Նրա գլխավորությամբ հայկական բանակը զգալի հաջողությունների հասավ, վերահսկելով առևտրային եւ ռազմավարական կարևորագույն ուղղությունները։ Նրան հաջողվեց Հայաստանը դարձնել իր ժամանակի հզորագույն տերություններից մեկը, որը համարվում էր ամենամեծ կայսրությունը։ Հենց նրա օրոք երկիրը հասավ իր հզորության գագաթնակետին եւ նրա անունը մինչ օրս կապվում է նրա ամենամեծ բարգավաճման շրջանի հետ։ Առաջին տեղ Իվան Բաղրամյան։ Իվան Բաղրամյանը խորհրդային միության մարշալ է եւ 20-րդ դարի ամենահայտնի զորավարներից մեկը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա զբաղեցրել է գլխավոր հրամանատարական պաշտոններ եւ մասնակցել խոշոր գործողություններին արևելյան ճակատում։ Նրա զինվորական կարիերան ընդգրկել է պատերազմի ամենադժվար եւ վճռական փուլերը։ Նա մասնակցել է Ուկրաինայի, Բելարուսի եւ Բալթյան երկրների ազատագրմանը, ինչպես նաեւ հարձակողական գործողություններին արևելյան Պրուսիայում։ Նրա հրամանատարությամբ զորքերը հաջողությամբ ճեղքեցին հակառակորդի պաշտպանությունը եւ առաջ շարժվեցին ռազմավարական կարևոր ուղղություններով։ Բաղրամյանն իրեն դրսևորեց որպես տաղանդավոր ստրատեգ, կրիտիկական իրավիճակներում որոշումներ կայացնելու ունակ։ Նրա գործողությունները կարևոր դեր խաղացին նացիստական Գերմանիայի պարտության մեջ։ Իր ծառայությունների համար նրան շնորհվել է Խորհրդային միության մարշալի կոչում, արժանացել պետական բարձրագույն պարգևների։
Նրա անունը պատմության մեջ մտավ որպես իր ժամանակի ամենահեղինակավոր եւ հաջողակ ռազմական առաջնորդներից մեկը։ Իսկ նրա ներդրումը ճանաչված է միջազգայինորեն։ Այս հրամանատարների պատմությունը արիության, ուժի, ոգու եւ իրենց ժողովրդի ճակատագրի համար պատասխանատվության պատմություն է։ Նրանք ապրել են տարբեր դարաշրջաններում, բայց նրանցից յուրաքանչյուրը կարևոր դեր է խաղացել հայոց հողի պաշտպանության եւ պատմության կերտման գործում։ Նրանց որոշումներն ազդեցին ոչ միայն մարտերի ելքի, այլև ամբողջ ծերունների ապագայի վրա։ Նրանց անունները մնում են ազգային հիշողության մաս, հիշեցնելով այն գինը, որ մենք պետք է վճարենք ազատության, անկախության եւ մեր ինքնության պահպանման համար։